6 ամսից հարազատները դիմավորելու էին զինվոր որդուն, ամեն անգամ զանգելիս հանգստացնում էր մորն ասելով, շատը գնաց, քիչը մնաց, մի անհանգստացեք, հարազատ գյուղը շատ էր սիրում, բանակ զորակոչվելիս էլ մեծ ոգևորությամբ էր հագել զինվորական համազգեստը, հպարտ էր, հնարավորություն էր ստեղծվել պահպանել հայրենի հողը։ Իր նվիրված ազգի զավակ էր, ինքը շատ էր սիրում իր երկիրը, իր հայրենիքը ու սիրով գնացել էր ծառայություն։ Ինչ ասեմ, լավ զավակ, լավ ընտանիքի զավակ, խելացի, գիոտ, համեստ։ Սաղից առաջի թորնի մամայի, պապայի թորն էր առաջի, մեր առաջի զավակն էր արու, շատ սիրված երեխա եղել։ Իրան մինչև բանակ տանելը մենք իրան մռիվ, ուրիշ սևինք նայ, ուրիշ սևինք սիրե, ուրիշ սևինք պայ։ Բանակի գնալուց առաջ մի տարի առաջ իրան հետաքրքրեցին, ինչ-որ պրոբլեմ ունիր, հետո նորից նոր բանակի ինտագայի պետք է տանինք։ Կենսախինդ էր ու ժպտերես, հիշում են հարազատները, մանկությունն ու պատանեկությունը այս տանն է անցկացրել, ուզում էր վերադառնալ բանակից, վերանորոգել տունն ու ամուսնանալ, հայրն էլ այդ նպատակով արտերկիր էր մեկնել, վերադարձավ հայրը անցյալում թողնելով միակ որդու հետ կապված բոլոր նպատակները։ Սերին պարկ սերտան կադար եմ բնի, գնաց, տարան, 100-120 կիլո տղա էր, եկավ 6 ամիս հետո մնացել էր 67 կիլո, ես փորձեցի որ երեխուն մեր բանողում օգնենք, նայենք ինչ են էլի պատճառը, ինքելի դեմ կայնավ, սա բան չկա, հոպ ճանսավ, կասնի, սա լավ կեղնի ծառայենք ու կանք։ Կարենս լավագույնն էր մեր շրջանում, իր համեստությամբ, մեծ հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, շատ հանգիստ բնավորություն ուներ, իր ֆիզիկական առողջ կեցվածքի մեջ կար շատ առողջ մտածելակերպ, շատ լավն էր, մարդկային նորմալ կերպար էր, մարդու լավագույն տեսակ։ Ապրիլյան քառօրյա պատերազմում էլ պայքար էր մղել Քաջարի մարտիկը, թշնամու գնդակոծությունից խրամատը փլվել էր, ինքն էլ մի կերպ ողջ մնացել։ Դիրքերում եղի, ինչ-որ դիրքերում խրամատի վրա ընկել է, ինչ-որ բլել է խրամատը, ընկելը մահացել էր, իրա մեր կապիտան իրա գնդապետ իրա ձեռից քաշը հանել էր, այդ անգամ փրկվել էր երեխեն։ Իսկ հիմա արդեն էլ չգիտեմ ինչ վիճակի բերին նրան։ Արձակուրդեր եկե բանակից ապրիլյան դեպքերից հետո շատ լուրջ մարդու կերպարով էր խոսում, ասես մի 50 տարեկան մարդ լիներ, ամեն ինչ շատ բնական էր տանում կապված ապրիլյան պատերազմի հետ, երբևէ չէր դժգոհում, չէր բողոքում։ Հերոս Կարենին եռագույնը կրծքին դուրս հանեցին հայրական տնից, հարազատները ոտքով նրան հասցրին գյուղի եկեղեցի, վերջին անգամ քաջորդին անցավ գյուղամիջով, հրաժեշտ տալով ծննդավայրին։ Մենք խոսում էինք իր հետ։ Վերջին անգամ երբ եք խոսել ու ինչ էր ասում։ Ասում էր լավ է, մի անհանգստացեք, սա նորմալ է։ Այստեղ կան նորմալ եղնի, գիտենք ինչ կդարվի այնտեղ։ Չէի հավատում, այստեղ ես էլ եմ ծառայել, գիտեմ։ Հերոսի սխրանքը կհիշեն հավետ, նա գնալով գիտակցված մահվան հավերժան մահացավ։ Հեղինե Մանուկյան, Խան Հովանեսյան, Այսօր։